նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքան նեղ է այն դուռը և դժվարանցանելի ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, քիչ են այն գտնողները։ Քրիստոսի հետևորդը պետք է հասկանա և ընդունի, որ այդ նեղ ճանապարհը բարդ և դժվար անցանելի է, բայց անկարելի չէ անցնելը, քանի որ Քրիստոսը պատվիրեց, որ հենց այդ նեղ դռնով մտնենք։ Նեղ դռնով մտնելը պահանջում է իսկական հավատք Քրիստոսի նկատմամբ և պատրաստակամություն հետևելու նրան։ Նա նաև խոստում ունի, որ մեզ մենակ չի թողնի մեր ճանապարհին։ Նեղ ճանապարհը Քրիստոսի խոսքին հնազանդության ճանապարհն է։ Նեղ ճանապարհով ընթացողները պտղաբեր են լինում ու լցնում Աստծո այգին անուշահոտ բույրերով։ Նրանք ճանաչելի կլինեն իրենց պտուղներով։ Նեղ ճանապարհը կյանքի ճանապարհն է, որը պահանջում է համբերություն, ուժ և զորություն։ Իրական քրիստոնյան պետք է պատրաստ լինի պայքարելու և չհանձնվելու, քանի որ կյանքի պսակը սպասում է բոլոր նրանց, ովքեր կշարունակեն այդ ճանապարհը առանց ետ նայելու։ Այսօր մեզանից շատերը բախվում են կյանքի դժվարություններին, բայց Քրիստոսի մնայուն ներկայությունը իր Սուրբ Հոգու միջոցով առաջնորդում է մեզ։ Տեր, շնորհակալություն, որ ես մենակ չեմ այս նեղ ճանապարհին։ Օգնիր ինձ մնալ ուժեղ ու վստահել քեզ։ Ամեն։